Երկզոր մասաժը ինչով է նպաստում ճողվածքի բարելավմանը, բուժմանը։ Նայեք, երբ որ ողնաշարի մկանները գտնվում են սպազմի մեջ, իրանք նայեք այս ցույց տամ ողնաշարի մկանները կսվում են սպազմը ծխում է իրան, միջբողային սկավառակները սեղմվում են եւ տեղի է ունենում արտափքում դուրս է գալիս գրիժան։ Սեղմում է նյարդարմատին, ողնուղեղին եւ առաջացնում է այտուս։ Հենց որ ինքը թուլացնում է ձեր ողնաշարի մկանները, լարվածությունը, սպազմը թուլացնում է, ժամանակի ընթացքում ողերը կամաց հետ են գնում իրանց նախկին անատոմիական դիրքին, ձեր գրիժային պրակրուսն արդեն տրկան հնարավորություն հետ քաշելու, ինչու՞ չէ նաև ժամանակի ընթացքում ներ են ծխում։ Կապված է ձեր վիճակից եւ այսինքն պետք է հետևեք ձեր սահմություն չպիտի անեք։ Իսկ քանի անց է պետք որ ճողվածքը անցնի։ Կապված է ձեր օրգանիզմից։ Միջինը 20 եւ ավելի օրգանիզմ չեն կարասիկ, օրգանիզմները տարբեր են։ Իսկ որ սեանսից տարբերություն կզգացի։ Հենց առաջին սեանսից դուք տարբերությունը կզգաք։ Իսկ երբ որ լավանում է, հետո նորից չի կրկնվում ինքը։ Եթե չէ, բարեջեր ծանրություն անել, նորից առաջանում է, դրա համար կարևորաբար պետք է հաջողեք։ Եթե զգում եք արդեն կա ձեր մոտ լարվածություն, սպազմը կա, նորից մոտենում եք, 2 ամիսում եք, 3 ամիսում եք, կարելի է կրկնել։